Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը 2 ամսով կալանավորվել է։ Դատարանի որոշմամբ սահմանափակվել են նաև նրա շփումները բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների, տեղեկացրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Երկրում ռազմական հեղաշրջում անելու Աջապահյանի հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է, հայտնում են գլխավոր դատախազությունից։ Աջապահյանը վերահաստատել էր 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում հնչեցրած հեղաշրջում կատարելու եւ իշխանությունը սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին իր խոսքը ուժային կառույցների կողմից Հայաստանում իշխանությունը փոխել է ներկայացրել որպես անհրաժեշտություն, ինչը վկայում է, որ Աջապահյանի հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար հետևողականորեն։ Այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում Սրբազան պայքար անվանումով շարժման, իշխանության առերևույթ զավթման եւ ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում, ինչի վերաբերյալ իրավապահները տևական ժամանակ իրականացրել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, ասված է դատախազության հայտարարության մեջ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են ոստիկանության բաժիններ իրականացված արագ արձագանքման այցերի արդյունքները։ Պարզվել է, որ մի շարք անձինք ձերբակալվել են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու անմիջական ծագած կասկածի հիմքով։ Պաշտպանը մտահոգիչ է համարել, որ ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ։ Կարևորել է, որ յուրաքանչյուր անչափահասի ազատությունից զրկումը կիրառվի որպես վերջին միջոց եւ հնարավորինս կարճ ժամկետով նրանց հետ ցանկացած գործողություն իրականացվի, հաշվի առնելով տարիքը, խոցելիությունը եւ զարգացման կարիքները։ Քննչական կոմիտեի շենքի մոտ մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։